On admiralna. Ջան, ու դրեցին կանոնը admiral, բալես։ Ու մինչև այսօր, դες գրածա, admiral։ Արամոջոկատն է եռաբլուրում, խոնարհումի, բայց հպարտության ծաղիկներով մարտական ընկերների եռատոնն է շնորհավորում։ Պատերազմը իրենց 28 տարի առաջ է բաժանել։ Այստեղը տենց հանգչող հզոր տղա չկա, հերոս ազգի տղա չկա, որի հետ ես մարտական գործողություն չունենամ։ Շուրջ 120 եւ ավելի մարտական գործողություններ։ Կռվել են ամեն ինչով, անգամ բահերով, Արցախի գրեթե ամբողջ տարածքի ամենաթեժ կետերում։ Ինքը որ ասենք մահացավ, ես եմ Չաուշնա, Ահարոնա, Կարենն էր, 5 հոգով ենք եղել, մենք ենք անել, մահացած վիճակում մենք ենք անել։ Ոնց որ հիմա ես իրանց հետ եմ կայնած, ամեն մեկը իմ աշկի տեմնա, ես իմ խոսալս որ կա, հետի կանտույզաներից է, սեն չեմ եղել ես։ Գնդապետ Սուրեն Աբգարյանը 15 տարեկանում է սկսել մարտական ուղին, խոստովանում է սկզբում իրեն լուրջ չէին ընդունում, ոչ էլ կարևոր գործեր էին տալիս, բայց 2 տարի հետո ստացավ առաջին մեդալը։ Խրամատի մեջ ասում են դու նստի մարդկանց մագազինները լից, գոնե դրանով օգնություն կգցեի տվեք կրագ եմ էլի, բայց չէ մի գործունից ավտոմատը քեզանից ծանր է։ Ես կան է եղել պոյես, ինձ ասում էին ճուտո, բայց հիմա տենում եք ես է ճուտո չեմ արդեն, պոյոված եմ, ես կան է եղել պոյես։ Միայն մի քանի տարի ու ճուտոն դարձավ դաժան հոպար, կեղծանունն է, ասում են պատերազմը գրեթե բոլորին երկրորդ ծնունդն ու անունն է տալիս։ Իմը չեպե է, որպես ջոկատի փոքր երեխա, դի շատ էին սիրում, շատ էին հարգում, որ ինչ-որ բաներ ասում են, եսի մեր չեպեն է, որտես մնաց չեպե։ Ենես ասենք կրված տղա չկա, որ ածականան չունենա, որ ասենք ասում խոսքի վալոտ, ասում վալոտնով, ասում խոսքի, ասենք Ռեմբոն։ Բոլորս տեսել ենք այս Սիլվեստր Ստալոնեի Ռեմբո կինոն։ Ինքը նույն այտենց սև լենտ կապած, ճիշտ է էդի Ռեմբոյի կինոյի Ռեմբոն թրաշով չէր, բայց մերը թրաշով էր։ Թանագը դրած, ինչ գործողություն կար, ինքը անում էր մենակ։ Չէ թողում, մենք իրան հետևում էինք, գաղտնի ոչ տենար մեզ։ Մի օր է հանեցինք այդ տղա խոմ դու Ռեմբոն չես։ Այս տղամարդու մասին է պատմում գնդապետը, Վալոդը կամ ինչպես ընկերներն են ասում Ռեմբոն քչախոս է, ավելի զուսպ պատերազմից հետո, 80 տարեկան Ալեքսան Պապն էլ շատ չի խոսում, ջոկատում առաջիններից է, որ սահման է գնացել։ Իմիջիալոց ասեմ, որտու հետ էր եկե, բայց կամանդիրը մի սիրում է տնից մի հոգի, տանի, կամ եթե երկուսն են գալիս, կրվի դաշտ մեկն է մտնում։ Պատերազմի թողած ժառանգությունն են Ալեքսան Պապի առողջական խնդիրները, վատ է լսում, հատուկ սարքով։ Պետությունն է տվել։ Բա հետ մի բանը մալակես։ Եթե դնում եմ ականջից շվեցնում աղուշ եմ թրցնում։ Աննա Հովանեսյան, Հովանես Իշխանյան, Հայլուր։